Բարև ձեզ, ինձ 20 լիտր GeForce Premium խնդրեմ։ Իսկ Golf-ը նոր հասցե ունի։ Աթենքի 2 դրոպ 1։ Այն ամենը ինչ մեզ պետք է, արդեն քաղաքի սրտում։ Մենք լսել ենք կարծիքներ վարորդների կողմից, որ Աթենքի փողոց վերադառնալը հնարավոր է խնդիր առաջացնի, գանտուգանքներ, ոչ, Golf-ը հոգացել է այդ հարցը։ Ահա հենց այսպես կարող եք հեշտությամբ վերադառնալ Աթենքի փողոց, եթե մտել եք Golf։ Ողջույն բոլորիդ, դուք դիտում եք առանց սահման հաղորդումը։ Ես Դավիթ Ռակորսն եմ, իմ ընկեր Արենը եւ մենք արագացում ենք։ Նորից։ Ողջույն բոլորին։ Առաջին նորից արագացին էր վերաբերում։ Ընտիր, ես այն։ Hello, Malmo։ Hello, buenos días, grazie, por favore։ Հիմա ամենահավես պահը, նայեք, մենք բարձրանում ենք ընտեղ, մոտ մի 300-600 մետր մնացել, իսկ մեր մեքենան լրվել է ստեղ։ Մենք գտնվում ենք 2000 համարյա 200 մետր բարձրության վրա։ Իմիջայլոց, եթե ուզում եք sense ճշգրիտ տվյալներ ունենաք, Garmin-ից օգտվեք, ամեն ինչ ճշգրիտ է։ Եթե չեք ուզում ձեր հետ մանտել, կարող եք ուղղակի կապել ժամը։ 4 քաշող մեքենան չքաշեց, 2 արջևի քաշողը չքաշեց, մնաց մենք ոդկով բարձրանանք, հասնենք ուր էինք գնում։ Գնում ենք Արագած Lodge։ Այսօր ուրեմն մեր հյուրը լինելու է Արագած Operation-ը։ Խոսալու ենք իրանց մասին, խոսալու ենք իրանց ծառայությունների մասին, ընդհանուր կծանոթանանք այդ մարդկանց հետ, ովքեր որ ստեղծել են, հիմա դրանով զբաղվում են ու Արագածը ավելի հետաքրքիր է դառել իրանց կոնտենտի շնորհիվ։ Ահա, բայց ինչով են զբաղվում ու ինչ հնարավոր հանգստի ու ժամանցի տարբերակներ կան, քիչ անց կիմանանք հենց խմբի տղաների հետ զրուցելուց հետո։ Դե ինչ, գնացինք։ Բռնի։ Երկու 43 մետր։ Ժամ պահի գնալ։ Ժամ չէ, հեսա տեսնեք, այստեղից այնտեղ քանի մետր կբարձրանանք։ Առողջ ապրելակի։ Առողջ ապրել։ Մի ծխեք մեր օպերատիվ նման։ Ընդհանրապես լավ բան չի ծխել։ Ու սպորտ, վազել, քայլել։ Եթե խնդիր չունեք ծնկի։ Это привал։ Այս ամեն ինչը որպեսզի շարժի մեջ մնա, պետք է նաև երբեմն անել սթորիներ։ Մեր հրաշք օպերատորը, մեր երկրորդ օպերատորը, խումբը ու գլուխը տնկած առաջ գնացած Արենը։ Ոնց տեսնում եք, մենք Արագած Lodge-ում ենք։ Տղեկը արդեն այստեղ վրաններ են խփել։ Եղանակը եթե պլանավորենք, ինձ թվում է sense չէր լինի, բայց այսօր հիանալի եղանակ է ուղղակի։ Չգիտեմ, այնա, մեր Դավիթն էլ արդեն ձյուն է ուտում։ Խորհուրդ եմ տալի։ Հա, շատ համեղ է։ Դեզել եմ վերցրել։ Դեղինը չուտես։ Գնացինք։ Տղեկը վրան են կանգնացրել, այստեղ հյուրեր ունեն Եվրոպայից, այսօր պետք է իրանց ճանապարհեն սար ու այնտեղից իրանք պետք է free ride ունենան։ Հեսա ծանոթանանք տղեկի հետ, հասկանանք ընդհանրապես իրանք տուրիստներին ոնց են դիմավորում, ոնց են ճանապարհում։ Հետո խորհուրդ կտանք, եթե տուրիզմի համար ուզում եք գաք այստեղ, կարաք իրանց հետ դիմեք։ Անցանք առաջ։ Առանց սահմանի տղեկն են գալիս մեր մոտ լոժա։ Դզեց, չէ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դավիթ։ Ժորա։ Հաճելի է։ Մենք ծանոթ ենք Ժոր ջան։ Այո, Ժորա։ Ժոր։ Ճանապարհին գալիս ենք ու մտածում ենք խի եք այստեղ հավաքատեղի սարքել։
Նայ Արեն ջան, այս հավաքատեղին հանդիպման վայրը Արագած լոժն է ու Արագածի բոլոր սիրահարների համար է նախատեսված, այսինքն հանդիպման վայր մարդկանց համար, ովքեր սիրում են Արագածը ու նախընտրում են Արագածը ու իրենց էքստրեմալ ու ոչ էքստրեմալ հանգիստը ու օրը որոշում են անցկացնել Արագածում։ Այս տարածքը փոփոխական տարածք է, այսինքն ձյան հետ ինչ որ պայետապնի բարձրանում ենք դեպի Գագաթ, Գագաթի մոտ, ինչքան ձյունը հալվում է, այդքան լոժան բարձրանում է վերև ու նրա համար, որպեսզի դրսից կամ ներսից սպորտսմեններ, ովքեր գալիս են սար, ինքը ծառայում է որպես ակլիմատիզացիոնի գոտի, այսինքն մարդու օրգանիզմը, որ սարային պայմաններին հարմարվի, ինչ որ ժամանակ անցկացնում, թեյ է խմում, սպորտսմենը է այստեղ ու մենք ու բոլոր հյուրերը, հետո նոր շարունակում է ճանապարհը դեպի Գագաթ կամ ինչ լոկացիա, որ հետապնդվում է տվյալ օրը։ Բացօթյա հանդիսը սրա է, էլի, գալիս ես, հանգստանում ես, այսինքն ինքը ստարտային ինչ որ բան էլ է, այստեղ հավաքվում են, չգիտեմ, ընդ բրիֆինգ կլինի, ինչ կլինի, ու ստեղից շարժվում են ժողովուրդը։ Մեր հենց կուլտուրայի մեջ ասում են իրան ստարտվայա տոճկա, այսինքն նախնական կետ, որտեղից մեր օպերեյշնները բոլոր սկսում են։ Մենք ամեն օպերեյշնների առաջ ունենում ենք տեղադրված ու բացված արդեն լոժ, լոժայից մեր ստարտվի կետն է, որտեղից ստարտը արվում ու սկսվում է ամեն օպերեյշն։ Այսինքն այստեղ նախապատրաստական աշխատանքները ավարտվում են ու եթե ինչ որ մեկը պետք է բարձրանում է, եթե չէ, ուղղակի մնում վայելում են։ Այո, մենք հենց այսօր ունենք համ վայելելու փուլը, համ մարդկանց այստեղից ճանապարհելու ունենք հյուրեր, Ավստրիայից մեզ մոտ եկացած հյուրեր, սպորտսմեններ, որոնք բարձրանալու են սարում սկիտուրինգով են զբաղվելու, դրա մասին մի քիչ երևի ավելի ուշ կմեկնաբանեմ, որովհետեւ մենք տերմիններ ենք հիմա օգտագործում, որ պետք է էլի որ բացատրենք։ Հնարավոր է առանց սահմանի դիտողը չի իմանա, մենք քիչ-քիչ բոլորը կբացատրենք։ Նախ հարց։ Արագած operation, ինչ է ինքը իրենից ներկայացնում, ոնց բնութագրել։ Դա ընկերների խումբ է, թե ընկերություն է, թե ինչ է, ինչով է զբաղվում։ Բիզնես է, թե ինչ։ Հեսա մի րոպե կպատասխանեմ, էլի։ Արեն ջան, հիմա գործին։ First gears going. Եկեք մենք էլ կամաց ականատեսել ենք ինչա կատարվում։ Այո։ First one going and after 13 minutes on 2 snowmobiles we going, okay? Պրոֆեսիոնալ տղեկ են իրականում շատ պրադվինուտի այնքան որ Ավստրիայից ինձ գրում են իրար հետ զրուցում ենք, այսինքն մեր մոտ ընթացակարգը սենց է ով վեբ կայքերով ծանոթանում է մեզ միջև էս ճանաչած չի լինում, գրում են, պատասխանում են իրանց, իմ կոնտակտներն են փոխանցում, արդեն ես սկսում եմ ճշտել ինչ փորձառություն ունի տվել մարդը, ինչ սքիլեր ունի, ինչ գործիքա կազմ ունի, շատ կարող է կոպիտ է հնչում, բայց ես նայում եմ մարդը ինչ կուրկայով է սարեկը, ես պատկերացնում եմ իր սքիլերը, այսինքն վերաբերմունքը Արի դիցուկ հենց հիմա օրինակ, ինչ սքիլեր ունի ինքը։ Ինքը ֆուլ կարա սարում մրսի միշտ ախպերս Ամեն օր մեռեմ սա։ Ինքը կարա միշտ ձյունը կարա իրան նեղություն տա, ասենք սար գալուց ոչ թե ինչ-որ պարտադիր է բորտի բացինքով լինել, չէ, այդ չի պրինցիպը, այլ կոնկրետ ինչ-որ waterproof հագուստի ցանկ կա, windproof, windbreaker, այսինքն քամուց պաշտպանվելու, ջրից, ինչ-որ տեղումներից պաշտպանվելու համար ինչ-որ հատուկ մատերիալներով գործիքներ կան, ես շորերին գործիքներ եմ ասում, այն շորերին, որոնցով գալիս եմ սար։ Հիմա վատն են բոլորը։ Չեմ ասում, չեմ ասում վատն է բոլորը, ասում եմ, բայց Երևանում գնամ։ Բանը, կուրկես տվեք գնում եմ տուն, չէ։ Այս եղանակին, որ բան է, արև է, սենց սանսիտ է ու այն եղանակին, որ պրյամ ձունա ու բուրյա է, երկու պարագայում քո հակիտ շորը պետք է աշխատի։ Հիմա օրինակի համար այս կուրկայով տերմիտի դու -30 աստիճանի տակ չես կարա։ Ֆիզիկապես հնարավոր չի, էլի, դա ոչ օրգանիզմի ուժեղ լինելու խնդիր է կամ հարց, այլ գործիքի ճիշտ լինելու, հա, ինքը այն ֆունկցիոնալնեսը ես ինչ որ անտիտերմիտ հիմա ռեկլամ չեմ անում, Բացի սա արդեն տակի
հակացնել կապը։ Իհարկե, հիմնականում միշտ հենց այդ դրան էի ուզում հասնել, որ մարդկանց հետ ես զրուցում եմ, զուտ իրենց ասել օրինակ պլանավորում ենք գանք X օրը, այդ X օրվա համար ես նայում եմ եղանակի տեսություն մի քանի տարբեր ծրագրերով, ճշտում եմ հենց լոկալ տեղից, որտեղ որ մեծոստանցիայից, Անդրկովկասի ամենաբարձր մեծոստանցիայից, որը գտնվում է Հայաստանում, Արագածի վրա, Քարի լճի հարևանությամբ 3200 մետրի վրա։ Ճշտումները բոլոր անում ենք, դրանից հետո նորից նույն մարդկանց հետ խոսում եմ, ասում եմ, այսինչ եղանակն է լինելու, ցանկալի է սենց գործիքակազմով գաք սար, որ դուք պատրաստ լինեք այսրան։ Այսօրվա օրինակ operation-ը մեր ուղեկցվելու է առանց free riding կամ skituring guide-ի, այսինքն առանց մարդու, ով այս մարդկանց հետ իջնելն էլ է ապահովելու, ոչ թե մենակ տրանսֆերա կատարելու ակետից բեկետ։ Այսինքն իրանք փորձ ունեն, իրանք ինձ ուղարկել են իրանց միջև հիմա արդեն շատ արագացում թրեքերը, ինչ որ ծրագրամայով հանած, որով որ իրանք ուղղորդվում են, ու ես զգացի, որ մեծ հաշվով անելու բան միշտ կա, որովհետև կան լավինաապասնի տարածքներ, որտեղ ձյանափլուզման բաներ կարող են, օրինակ երեք սարում լավինա է եղել, ռատրակը հետ է եկել ու այդ լավինան ինչ որ եկեց ասկեր ռատրակի բոյով, սենց մի հատ ֆուտբոլի դաշի չափ տարածք փոկվեց ձյան հատբանով իջել էր էլի սարից։ Փառք Աստծո ոչ մեկ չի վնասվել, բայց լավա որ ռատրակը հետ է տվել ու մի քանի րոպե հետո փոկվեց ձյունը, տեսել եմ որ ճաքեր է գնում այդ մեծ ինչ որ կարնիզի վրա։ Հիմա ասածս կանոններում միշտ ինչ որ լեռնային լոկալ դուք այստեղ ավելի շատ եք լինում այդ հավանականությունները դուք ավելի շուտ կարող եք իմանալ։ Իրականում Aragats Operations-ի ֆունկցիոնալնսը կայանում է նրանում, որ մենք ոչ թե կատարում ենք ինչ-որ տուր փաթեթների սերվիզ ենք ու կատարում ենք տուրեր, այլ մենք անում ենք operate, ամեն անգամվա operation-ը, այդ ինչ-որ մի հատ նոր փորձված ճանապարհ մեր ցանկում ավելացնելն է։ Այսինքն, եթե մարդիկ ուզում են ունենան սերվիս, էքստրեմալ տուրիզմ, օրինակ Արագածում, միջև operate չանեն, չեն կարա սերվիս ունենան։ Այսինքն, այն նախնական փուլը ճանապարհների ստուգումը, անվտանգությունը, այսինքն ամենակարևորը այստեղ անվտանգությունն է, որովհետև երբ որ դու բարձրանում ես սարի վրա, մոտավորապես 30 կիլոմետր ռադիուսով ինչ որ օգնական ուժ չի կարա գա քեզ հասնի կամ օգնություն ցուցաբերի։ Դու այստեղից ապծեջ կեքով ամեն ինչը նախապատրաստված լոժայից դուրս ես գալի։ Այս լոժայի միտքը ու մեր operation-ի միտքը հենց կայանում է նրան, որ այստեղ մենք Էվերեստի վերջի կանգ base camp էլի, այսինքն լոժան այդ նույն base camp ասվածն է, Էվերեստում դրանք մի քանի հատն են։ Մեր մոտ հլվոր ինչ որ համեստ մի հատն է, բայց ամեն ինչ գնում է նրան, որ ընթացքում մենք ունենալու ենք 3 station, այսինքն կայանատեղի 3, ասենց ներքևի հատվածից լոժից մինչև ինչ որ գագաթի հարևանությամբ ունենալու ենք camp, որ հանկարծ գագաթ հասար ինչ որ եղանակային պայմանները, ասենց մի ժամում փոխվեց, դու կարենաս այդտեղ գոնե ուկրիտիա ունենաս ինչ որ։ Այսինքն տնակի պես ինչ որ բան լինի։ Տնակ կլինի կամ ինչ որ յուրտա կլինի, ձմեռային պալատկա կլինի, որը կապահովի գոնե ինչ որ տաքանալու ինչ որ բան կվերցնի իր վրա, էլի մարդը որ ով մնում է ձնաբուքի մեջ, կարողանա իմանա այդ լոկացիան, մտնի այդտեղ տաքանա կամ ինչ որ բան տաքացնի վառի, որ հաց ուտի, որ պաշտպանվի։ Հիմա ոչ մի նման բան չկա վերևում, որտեղ որ ժողովուրդը ասենք եթե բուքա մտնի թաքստոցի պես։ Չէ, իրականում այդպիսի տեղ նախատեսված որպես այդպիսին լոկացիա, ես այսքան տարի ես սարում եմ որպես կոնկրետ լոկացիա, որպես թաքստոց այդպիսին չկա։ Օրինակ անցյալ տարի մենք Արագած սարի շատ լուրջ օպերացիա մի հատ կատարեցինք, մինչև արևմտյան գագաթ հասնելը, ձյան տակ ինչ որ քարանձավ սարքեցինք, մոտավորապես 3 մետր ձյան սլոյով հաստությամբ ու 2 գիշեր մնացինք այդտեղ։ Մեր լեքսիկոնի մեջ կա պուխլյակ բառը, որը նշանակում է powder կամ բառը, որը փափուկ ձյունն է, free rider-ների բանա, պոնչո այն free ride-ի համար նախատեսված ամենաիսկական այն ատմոսֆերը ստեղծող այն ինչի համար մարդիկ գալիս են Արագած իդեալական ձյունը։ Իդեալական նիտրոգեննե տրասա, այսինքն չմշակված տրասա, չկպած, ասենց սպիտակ, սպլաշնոյ, դու ես ընտրում քո ճանապարհը, այդ powder մասին հայերեն ինքը փապկա ձյունն է, բայց եթե մենք մի քանի հյուրերի մոտ փապկա ձյուն ամանակարգենք իրան, մի քիչ powder-ի ընդհանուր ատմոսֆերան կորում է իմ կարծիքով։ Ես մի հատ առաջարկ անեմ, էլի քանի մեր հյուրերը չեն գնաց, եկեք քայլենք, մի երկու հատ հաստ տանք։ Okay, շատ լավ, շատ լավ։ Փաստորեն մինչև այնտեղ քայլենք, հանդրուցենք, որ բանը Aragats Operation-ը այս պահին իր ֆունկցիան
Արագածի վրա տուրիզմը զարգացնել կառաջ իրան ուսումնասիրելն է, որպեսզի այդ անվտանգություն, լավ ու վատ կողմերը իմանալը։ Անվտանգության կարգով արդեն կոնկրետ անվտանգային նորմային համապատասխան ճանապարհների ու լոկացիաների ուսումնասիրմամբ, որն էլ հիմք է հանդիսանալու հետագայում հենց կոնկրետ էքստրեմալ տուրիզմի արագացում level up-ին, եթե դաժե զարգացմանը չէ, որովհետև հնարավոր է հիմա հենց այն փուլն է, որ այդ զարգացման փուլն է, որ մենք ասում ենք, որովհետև ինչ որ շատ լուրջ պրոգրես է ապրում այս ամեն ինչը, մենք մի քանի տարվա մեջ իհարկե հաշվի առնելով ու հարգելով մեր ավակների ավանդը այս գործում, իրականում մեր ավակները շատ լուրջ ավանդ ունեն այս կուլտուրայի մեջ, բայց ընկալումն է ուրիշ ձև եղել, այսինքն իրանք զբաղվել են այդ ամեն ինչով, տարածել են այս կուլտուրան միջև մեզ, եկե հասել է մեր սերունդին, բայց խնդիրը կայացել է նրանում, որ այն մարդիկ, ովքեր այս կուլտուրայի մեջ չեն եղել, իրանց ընկալումն է ուրիշ եղել կուլտուրայի շուրջ։ Բայց հիմա ինչ որ թեմայի մեջ մենք ունենք այդ թեմայի մեջ շատ լուրջ ինչ որ փոփոխություններ։ Ես ճիշտն ասած գնահատում եմ այդ փոփոխությունները ավելի ակտուալ դարձան 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, եթե նկատեցինք, մենք 20 թվից հետո մեր մոտ օրինակ ընկերուհին ոչ թե գնացին pub, եկան սար իրար հետ օր անցկացնելու։ Ես ասեմ այդ ավելի շուտ երբ գնացին կրակելու ոչ թե COVID-ի ժամանակ փակվեց ամեն ինչ։ Հայերս սկսեցին Հայաստանի մեջ տուրիզմով զբաղվել։ Իրականում բավականին երկար ժամանակ արգելված էր ու սկսեց դզետ։ Սոված է ստղել։ Սոված չեմ, ծարավ եմ։ Հաստարակ գիտելիք։ Ու հայ։ Ու հայ։ Համայեմ համ սոված եմ, համ ծարավ եմ։ Արի երկու հատ հարց տանք Ժորժան իրանց։ Okay, ու շարունակենք։ Ժորժան, ինչ եմ ուզում հյուրերին հարց տամ, որովհետև ոնց հասկանում եմ, բացի հայերը, ովքեր որ մոտիվացիոն են արագած գալու, հենց էլ կան տուրիստներ, ովքեր որ աշխարհ են կտրում, հասնում այստեղ, որ արագած բարձրանան կամ Հայաստանում լինեն, ուղղակի իրենց մոտիվացիան հետաքրքիր որն է, ասենք տեսել են հատուկ արագածը եկել են, թե ասենք Հայաստանի մասին ինչ-որ ինֆորմացիա ունեն, բայց Հայաստանում են իմացել սրա մասին։ Շատ լավ, մեծ հաճույքով համ կզրուցենք, համ կծանոթանանք մեր ընկերների հետ։ Դու կծանոթացնես։ Ավստրիայից են ժամանել մեզ մոտ հյուր, Հայաստանում եկել են հենց կոնկրետ հետապնդելով սկի տուրինգ ու սպորտաձևը ու այս կուլտուրայի մեջ ամենադասական ու շատ հայտնի ուղղություններից մեկը, որը եւ կայանում է այս սպորտաձևի հիմքերից մեկը, էլի հիմնասյուներից մեկը, իրենց այսօրվա տրիպը ու արագած բարձրանալը վստահված է մեզ ու մենք պատվով կատարելու ենք այդ գործը։ Հիմա կարանք զրուցենք մեծ հաճույքով համ ես կկիսվեմ իմ էմոցիաներով, համ իրանք ու մոտիվացիաներով։ My name is Aurel. Hello, my name is Thomas from Austria. From Austria. Yes. My name is David. Nice to meet you. Okay, we are going to shoot some material about Aragats operation. Yeah. And we are interested to know how you had known about Aragats operation and how you know about Armenia. What is your impression? I was here 2 years ago in summer and I saw these beautiful mountains and decided to come back in winter. We have to go on Aragats because it's the highest mountain in Armenia and then we looked how we can get up and you have no chance without a snowmobile because it is so flat in the lower regions. You need to come to a higher region and so we couldn't come with car. No, also. It's not possible. It's only I think in May the road is open and then you can go up. From southern side, we have a 13 kilometers flat road and skiers and ski touring and for ski touring we going on snowmobiles or on snowcat to the Lake Kari and after we going to our skis or snowshoes or splitboards. Okay, for flat roads we going yesterday on snowmobiles. Okay. So about Armenia, you like our cuisine? Yes. Yes, the cuisine is very good. And what we like most is you have so much different bread with
baked inside chicken, sausages, cheese. Fast food, yeah? Yeah, we don't have this, and I love this. And it is surprising every time. Yesterday we had bought a plain bread, and then there was Nutella inside, and it is really great. Այդ են հավանում։ Դա թեթև ինֆորմացիա տան, որ իմանաս ինչին ես գտնում։ He didn't understand English. And yeah, and also you have some nice wine. Wine, yeah. Wine, yeah. A very long tradition in winery. Yes, Yeah, yes, a lot, yeah. That's 2, 1. really good. And So come back to Armenia. Yeah. It's like homeland of human. I know, yeah. So you This is- can come every time you want. Can you say առանց սահման in camera? Arantz Առանց սահման. Salmon. Առանց սահման, Aragats operation. Yeah. Yeah. Արեն ջան, մի րոպեով կգաս մի հատ բան ցույց տամ, համ էլ հիշեցի, էլի։ Նայ, քանի որ մեր ամենակարևոր բաղադրիչը մեր գործունեության Aragats Operations Team-ի կայանումը անվտանգային նորմերի պահպանումը ու քարոզումը Aragats սարու ընդհանրապես այս կուլտուրայի մեջ, ես կուզենայի մեր հյուրերի պատրաստվածության ինչ որ աստիճաններից մեկը ցույց տա, այսքան ուշադրությունը ու հետևողականությունը կոնկրետ սպորտաձևին, կուլտուրային ու անվտանգության նորմերին։ Backpacker-ը կամ հայերեն մասնագիտական սպորտային պայուսակները ամենալավն են իրենց տեսակի մեջ, հագեցած են ABS համակարգով, այսինքն ինքը նախատեսված է հենց լավինայից ու ձնահոսքից պաշտպանվելու համար, եթե freerider-ը գտնվում է Aragats-ում կամ ինչ-որ մի հատ լոկացիայում, որտեղ կա այնպիսի ծածկույթ, որը ունի հավանականություն ավելանշ սիտուացիա ստեղծելու։ Այս տեխնիկան, ոնց որ ես ասեցի, ոչ թե պայուսակը անգամ, հագեցած է սենց ինչ-որ սիստեմով, ABS սիստեմով, դու իրան քաշում ես ու ինքը հետևից անվտանգության բարձիկի պես բարձիկ է բացում ու ռիսկերը ավելանշի տակ, այսինքն ձնահոսքի տակ մնալու 50%-ով բան անում, քչացնում է, էլի, պակասացնում է։ Բացի այդ, վստահ եմ գործիքակազմի մեջ ներսում կան շուպ, բիպեր ու լապատկա, որոնք նախատեսված են ձնահոսքի մեջ արդեն մնացած մարդուն գտնելու, ինչ որ նավիգացիայով իրան գտնելու, կողմնորոշիչ որպես ընտրելու համար ու ստուգելու, մի խոսքով ինչ խորության տակ է փորելու ու իրան հանելու։ Այստեղ ամենակարևորը այն ինչ որ օրինակ լավ դուք իրանց է ծառայությունը մատուցում եք, իսկ դուք իրանցից ինչ-որ նավիգացիա ունեք, ինչ-որ տենց կողմնորոշիչ բան ունեք, եթե իրանք օրինակ տարածքին չկողմնորոշվեն, դուք իրանց եք։ Հիմնականում մենք փորձում ենք ինչ-որ on-line messenger-ներով, այսինքն Telegram, WhatsApp-ով մեր բոլոր անձնակազմը, որ տեղափոխվել է լոժայից վերև տվյալ օրը, մենք on-line լոկացիաներ ենք իրար ուղարկում, այսինքն ինչ-որ կապի հայտնվելու պարագայում տեղաշարժ ես կարողանում ու հետագիծ ես կարողանում հասկանալ։ Բացի այդ, եթե բարձրանում ենք միասին մեր ընդհանուր ինչ-որ նավիգացիոնի համակարգերը, հեռախոսի ու գնացած գործիքակազմի բոլորս կպցնում ենք իրար։ Մեր հետ բոլոր սար եկող բարձրացող մարդկանց զինում ենք անհրաժեշտ կապի միջոցներով, անհրաժեշտ հաճախականությամբ, ինչ-որ միջև բարձրանալը մի քանի նախադրյալներ ոնց է օրը անցնելու, գրաֆիկ, ժամային առումով ներկայացնում ենք ու փորձում ենք պարտաճանած ձևով այդ ամեն ինչը կատարենք։ Իրականում բոլորը սենց մի հատ մարազմատիկ պահի են հանդիպում, ամեն անգամ որ սար են գալիս, բոլորի ես ասում եմ ամեն ինչը մտածած է, բայց կարա ամեն վարքյան ամեն ինչ պրավալ գնա, որովհետև այս սարա, այս freeride-ը հենց այդ ազատության գաղափարի մեջ է ու իրավիճակների իրանք իրանց լինելու մեջ է, չհաշված որ դու ամեն ինչը պլանավորում ես, դու ունես մոտիվացիա քո սերվիզի մեջ high level, այսինքն բարձր որակի սերվիս ապահովես, մարդկանց տրանսֆերի ու անվտանգության հետ կապված շատ պատասխանատու պոզիցիա է իրականում, բայց սարում բոլորը գիտեն այս կուլտուրայի մեջ ու այս սպորտաձևերի մեջ, որ
ցավոք սրտի կամ ինչի՞ չէ կարող է բոլոր էքստրեմալներին ուրախացնելով ասեմ որ ինչ որ անհավանական սիտուացիաները միշտ կարան լինեն ու ամեն ժամի ու ամեն օր սկսած եղանակային պայմաններից մինչև Աստված մի արասը ինչ որ մեկի առողջական վնասվածք, տրավմա եւ այլ եւ այլ եւ այլ Քիչ առաջ խոսում ենք էկիպիրովկայի մասին, տենց շատ չխորացանք, բայց հիմա կուզենամ Հայկի հետ, Հայկ Մխիթարյանը հանդիսանում է նաև Արագած Operation-ի անդամ, Jeep Guide, մի խոսքով բավականին կարևոր լավ պաշտոն ունի, բայց մինչ զրույց շարունակել ես առաջարկում եմ տաք սուրճ։ Ինձ թվում է այս պայմաններում տաք սուրճը համ պետք է, համ հաճելի է։ Ահա։ Շատ լավ է սուրճի հոդը արդեն։ Հայկ ջան, մի հատ տեխնիկական մինիմալ հարց։ Ես պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Քանի որ դուք այս պահին ոնց որ տենց պրոֆեսիոնալ փորձում եք այդ ամեն ինչը մատուցել, դուք այդ ամբողջական էկիպիրովկան ունեք պրոֆեսիոնալ։ Մենք ունենք մեր համար սար բարձրանալու համար մեր էկիպիրովկան ու մենք տրամադրում ենք ամբողջ ինֆորմացիան այն մարդկանց, ովքեր մեր հետ մասնակցում են օպերացիայի, տարբեր օպերացիաների համար տարբեր էկիպիրովկաներ են անհրաժեշտ, եթե թույլ կտաս սկսեմ ձմեռայինից, քանի հենց մինչև ձմեռայինը ուղղակի հարց, եթե ես օրինակ չունեմ, ձեզ դիմեմ, դուք դա տրամադրում եք, այսինքն թե ես պետք է ինչ-որ տենց բազային, կոպիտ ասած։ Մենք ձեզ ով մեզ դիմի, մենք տրամադրում ենք ինֆորմացիա, որտեղից ու ինչա պետք։ Մենք անձամբ չենք տրամադրում ոչ բանով, վարձույթով, ոչ մեր ունեցած էկիպիրովկեն, բայց մենք հնարավորության սահմաններում կօգնենք այդ էկիպիրովկեն գտնել, առնել ինֆորմացիան ամբողջը ինչա պետք։ Հիմա ձմեռային տարբերակի համար, որտեղ ոնց հասկացա, դուք նաև ամառն եք արշավներ կազմակերպում, էլի օպերացիաներ եք անում դեպի Արագած, ձմեռայինի համար բազային ինչա պետք։ Տերմոհագուստը դե ամենապարտադիր նախապայմանն է, համ շալվարը տերմո, համ վերխը տերմո, անպայման պետք է, իսկ կախված թե ինչ լոկացիայում է կատարվելու օպերացիան, կախված թե դու սարի որ հատվածում ես գտնվելու, ինչով ես զբաղվելու, ըստ այդմ պետք է լինի քո մնացած հագուստը, սկսած կոշիկներից, սկսած շալվարից ու վերջացրած ինչ որ սենց չգիտեմ, ակնոց, գլխարկ, սաղ ամեն ինչը պետք է լինի այդ տարածքին, այդ օպերացիային համապատասխան։ Ես տեսա, որ բոլորը ունեին ակնոցներ ու բոլորի դեմքը ոնց որ բան արևայրուք են ստացել։ Այդ ճիշտ է, որ դա արևը երբ որ անդրադառնում է ձյան ձնից դրանից մի քանի նախապայման կա արևի հետ կապված, ամենաառաջին նախապայմանը այն է, որ մենք բարձր ենք, ավելի մոտ ենք, արևի ճառագայթները մեր վրա ավելի կոնկրետ հենց մեր վրա ավելի շատ են ազդում։ Երկրորդ նախապայմանը ձյունն է, որ էլի որպես արտացոլում է արևի ճառագայթները ու որ շատ երկար նայում ես այս սպիտակը ու արևի ճառագայթների հետ, այդ արդեն կարա վնասի քո աչքի եղջերաթաղանթը, ծիածանաթաղանթը, այդ նույն բանն է, ոնց որ ինչ որ բայ երկար սվարկին նայես։ Հիմա ամենայն դեպս մենք գտնվում ենք 2300 մետրի վրա, եթե չեմ սխալվում։ Հա, իմ մոտ է դա։ Իդելական 2300 մետրի վրա ենք գտնվում ու մեր համար այդքան վտանգավոր չի այս արևի ճառագայթները, բայց ամենայն դեպս պաշտպանվել արևի ճառագայթներից միշտ պետք է բացի դրանից կոմֆորտ ակնոցով շատ։ Իսկ քամին կարա այդ կարմրացության պատճառ լինի, որովհետև ես օրինակ տեսա ժողովրդից մարդկար այդպես մի թեթև կարմրած էր։ Նույնයි, եթե քամիա ու արև ունենք, այդ ժամանակ արևայրուքի վտանգը ավելի է մեծանում։ Պետքա ձեռնոց, կոշիկ, հագուստի հարցը հասկացանք, բնականաբար գլխարկ ու ես տեսա նաև բոլորը բալակլավայով էին։ Բոլորը բալակլավայով էին, հա, որովհետև դեմքը փակելը առաջին նախապայմաններից է, օդը որ դու շնչում ես, տաքանում է ընթացքում մինչև թոքեր հասնելը, ու ավելի շատ խորհրդատրվում շնչել քթով, որովհետև քթի մեջ շնչելու ընթացքում կան օդը տաքացնող մի քիչ բժշկական տեսանկյունից խորանանք, թավիկներ են կոչվում, իրանք օդը տաքացնում են ու փոշիազերծում են քթով շնչելու ընթացքում այդ մի քիչ բժշկական տեսանկյունից
ինֆորմացիան մեծ է իմ մոտ, որովհետև մասնագիտությամբ բժիշկ եմ, բժշկական եմ ավարտել ու ցանկալի է դեմ կփակել, որ այդ սառը օդը չշնչել, բալակլավայի տակից ամենայն դեպս միշտ ավելի հարմար է։ Հիմա top 10 բան, որ պարտադիր պետքա լինի պայուսակի մեջ։ Դե տես, կախված քո կատարած գործողությունից դու դասավորում ես քո պայուսակը։ Կախված քո կատարած գործողությունից։ Եթե դու օրինակ բարձրանում ես ոտքով գագաթ, ձմեռային վերելք։ Ձմեռային վերելք։ Ձմեռային վերելքի ընթացքում անպայման պետքա ունենաս փոխնորդ շորեր։ Ահա, փոխնորդ շոր։ Թերմոսով անպայման տաք ինչ որ խմելու բան, որովհետև միշտ այն ամենաէքստրեմալ պայմաններում տաք ինչ որ խմելու բանը փրկում է։ Պետքա ունենալ ապտեչկա, դեղատուփ, բոլոր սահր գնացող մարդիկ ու вообще բոլոր մարդիկ դեղատուփից տեղյակ լինեն ու առաջի բուժօգնություն ցույց տալուց տեղյակ լինեն։ Եթե ունես համապատասխան գիտելիքները այդ դեղատուփի միջի պարագաները օգտագործելու, անպայման կարելի է, եթե դեղատուփ ունենում ես, անպայման կարելի է ունենալ լավը, որոնց մեջ կան նաև ինչ որ կոդրվածքների համար նախատեսված, ինչ որ այրուկների համար նախատեսված։ Չորրորդը։ Okay, կրակ։ Կրակ, զաժգակ։ Հա, զաժգալկա, երևի ֆարսունկայի տարբերակով։ Ֆարսունկայի տարբերակով կլինի թե սովորականի կլինի, ամենայն դեպս կրակ պարտադիր պետքա ունենալ ու ես խորհուրդ եմ ինչն է վերևում լավ վառվում, որտեղ նոսրը օդը։ 5-րդը կրակը ունեցանք։ Կրակը ունեցանք, ուր էինք ասել։ Ունեցանք, սնեյքերներ ենք ունենում մեր հետ ուտելու, սնեյքեր կամ ինչ որ չրեր, հարմար, հեշտ մարսվող ուտելիք, որը որ պետք չի ինչ որ տաքացնել, պետք չի իրան ինչ որ նախնական պատրաստություն անել, որ ուտել պետքա բացել, ուտել։ Գազով տաքացուցիչ, որ նոր հա, այն որ գազի բալոնը փոքր ամրացվում է, հասկացա։ Կան նաև որ գազի բալոնը ինքը արդեն հետն է իրան, ինչ որ սան շատ կոմպակտ լավ տարբերակներ կան։ Համենայն դեպս այդ այնքանով լավ տարբերակ է, եթե ունենաս պայուսակիդ մեջ, որ ինչ որ պահի դու ունենաս ջրի խնդիր, շատ հանգիստ կարաս ձյուն հալացնես ու օգտագործես այդ հալած ձյունը։ Ոչ թե այնպես ուտես։ Այնտեղ է տարբերակ, պրոստը երկար է տևում ուտել։ Հասկաց 7-ը 7 Օրինակ ես այստեղ տեսա որ կան այսպիսի համ ինձ թվում է այս մանավանդ ինձ թվում է տենց սովորական բաղ չի։ Այս вообще սովորական բաղ չի, ինքը լավին շատ հարմար բահ է ամեն տեսակի բահով գործողություն կատարելու համար, սենց ինքը կարաս իրան նաև ջարդես, կարող ես նաև կոտրել։ Ինքը ոնց հասկացա այն սապյորսկիի, այսպես ասած Սապյորսկի շատ ավելի կատարելագործվածն է, որովհետև ինքը համ լայն է, համ հարմար է իրան օգտագործել, համ ինքը ալյումինից է, թեթև է։ Նաև նոր ես իմացա, որ սա նաև անհրաժեշտ է լինում, որ եթե իհարկե ցանկալի չի, բայց եթե եղել է ձնասահքի հատված, ինչ որ մեկը մնացել է տակը, իրան արագ տակից դուրս բերելու ամենապետք գործիքներից է, իսկ եթե ունես նաև ձնասահքի դեմ պայուսակ, որը որ այդ նույն մեքենայի airbag-ի հետ կարամ իրան համեմատեմ։ Նոր դա նկարեցինք, ինքը սենց փչվում հետևից սենց մեծ պարկ է դառնում։ Շատ արագ սենց դե ուսապարկի այս հատվածում քաշելու բան կա, այդ ամենն այն ձնասահքի ժամանակ 50-50 է էլի, եթե այդ ունես 50%-ով քչանում է հավանականությունը, որ դու կվնասվես։ Ես մի քիչ ավելի մեն գործեցի ուղղակին այն ժամանակ քաշելը չարժի, չէ՞։ Մնաց 3 պունկտ։ Գործիքներ ունենք մենք ընդ գործիքներ, չգիտեմ, կփորձեմ բերեմ ցույց տամ։ Օլոյս ինչ լավն է։ Շատ լավն է, չէ՞, ես։ Այս գործիքները։ Ահա որ օգտակար գործիք է սարում ձնային պայմանների մասին է խոսքս, որովհետև այս գործիքը կարա քեզ ծառայի ամեն տեղ, ինչ որ շատ հարմար է մագլցելու ժամանակ, եթե դու բարձրանում ես այնպես տեղ, որտեղ որ թեքությունը շատ թեք է, այս քեզ հաստատ առանց սրա չես կարա։ Առանց սրա չես կարա։ Իսկ իր երկրորդ շատ օգտակար ֆունկցիաներից մեկը այն է, երբ որ դու էլի տենց թեք տեղի վրա ինչ որ բայ սղում ես ու դու իրանով կարաս բան անես, պահես քեզ, սղալու ընթացքում կարաս այսպես պահես
ու ինքը էս խրվում է ու դու կանգնում ես։ Ու վերջի երկուսը։ Մեզի անպայման պետք է որ մեր ռուկզակի մեջ լինի պալատկա, ցանկալի է պալատկեն լինի թեթև մատերիալից, շատ լավ պալատկեր կան, որոնք որ ինքը մոտավոր այսքան է դառնում, բայց ինքը այնքան լավ պալատկա է, որ դու իրանով կարաս 6000 եւ պլյուս մետրերի վրա հանգիստ քնես ու ինքը շնչող է, ինքը ջրակայուն է, ինքը քամիակայուն է, դու չես կարա առանց այդ էկիպիրովկայի գտնվես սարում ու վայելես այն ինչի համար որ գնացել ես, որովհետև անպայման մրսելու ես, անպայման շուտ ուզելու ես իշնես, անպայման քեզ փրկելու են կամ չեն փրկելու։ Ու վերջինը 10-րդը։ Վերջինը 10-րդը։ Ես հիշեցի, մենք մի բան էստումա չենք ասել, էդի ֆանարիկի կամ լույսի պես ինչ որ բան է։ Շատ կարևոր բան է, ֆանարիկը կապ չունի ձմեռային վերելքա, ամառային վերելքա, պետք է գնալ ինչ որ գործողություն կատարել գալ, ֆանարիկը ամենակարևոր բաներից է, իրականում մերկուս էլ մոռացել էինք ֆանարիկը վերջինը դիտարկեցինք, բայց ֆանարիկը ամենակարևոր բաներից է ու ցանկալի է որ ֆանարիկը լինի շատ լավը։ Թանկ էպիկիրովկայով քո ուսապարկը բավական թեթև է լինում, բավական թեթևը ես մի քանի կիլոգրամի մասին եմ խոսում, որովհետև մի քանի գրամը եղանակ է փոխում, ես գիտեմ մարդկանց, ովքեր որ իրանց բարձր 7000 պլյուս սարեր վերելքների ժամանակ դաժե ինչ որ սենց շորերի վրայի լյամկեկն են կտրել, որ հանգարց ինչ որ ավել քաշ չլինի։ Այդ տենց մարդիկ սիրում են առանց սահման իրանց աշխատանքը, իրանց հոբին, իրանց չգիտեմ նախասիրությունը ու տես նվիրվում են։ Ես հիշեցնում մենք խոսում էինք Aragats Operations-ի անդամ Ամփերի պրոդյուսերն է էլի, այստեղ են լավ այմայլ հաշ չեն գտում։ Հայկ Մխիթարյանի հետ, Հայկ ջան շնորհակալություն։ Մենք նախ բազային էկիպիրովկեն իմացանք ու որոշեցինք 10 top կարևոր առարկաներն ու պիտույքները, որոնք անհրաժեշտ կլինեն, եթե դուք զբաղվելու եք ձմեռը քեմփինգով։ Գնանք, հեսա տեսնենք ինչ ա։ Have a nice day. Nice day. Yo. Այո։ Մենք փորձելու ենք ոչ թե տենց մաքրենք, սենց միանգամից դուրս գանք, այլ սենց մոտավորապես 5 սանտիմետր զատնի ես գնալու, 5 սանտիմետր գաս առաջ։ Արդեն դրանից հետո 10 սանտիմետր ես հետ գնալու, սենց ձյունը նստեցնելով պետք է հանենք։ Լապատկեն անիմաստ է։ Չէ, լապատկեն իմաստ ունի, բայց եթե մի քիչ շատ գազին սեղմես, արդեն ոնց որ լապատկեն դաժե պարտադիր կլինի, ոչ թե մենակ իմաստ։ Խրվելու խնդիր։ Հիմա ինչ որ շթի ու մնացած մասերից անցանկալի ձյունը հեռացնենք, որ չվնասենք մեքենան, համել ընթացքում փորձենք իրար հետ բան անենք, էլի։ Ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա մեր ջրի աղբյուր Aragats տարին համեղագույն ջան համար։ Համեղագույն դզել։ Տեղի ջունը համար։ Մինչև ժամ 1-ը լավը մենակ ջուն ա կերել։ Եթե օրինակ ավտոյակից կապենք ու քաշենք, սղծնենք։ Չէ, իրականում այս sense դեպքերում ռեալ ամենա լինում է այն, որ մեքենան sense ինչ որ տեղում բուքսավատ է անում, sense կողքից իրան թեթև sense հպվում է, sense ֆռում է ինքը հոլի պես, այսինքն բան է, էլի, հենց ինքը բուքսավատ արեց, sense մի կողմից իրան sense ուժ ենք տալուս, ինքը որ կողմ պետք է արդեն պտտի, էլի, բայց մի վրազի, հետևն էլ պետք է մաքրեն։ Բրթենք մենք աղբերս դու 1 2 3 Արա Yo Յոգի դու զգացիր արեն դու զգացիր
Եվ այսպես մենք ավարտեցինք այսօրվա նկարահանումների հիմնական մասը, հիմա իջել ենք գյուղ, բյուրականում ենք, այս բանին մտել ենք խանութ, որպեսզի ընդմիջման համար ինչ-որ բաներ առնենք ու ընդմիջենք, այսօրը հիշենք, շատ հավես օր էր, էքստրեմալ, հուսամ ձեզ համար նաև ուսուցողական եղավ, իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք առանց սահման հաղորդումը, մենք էլ հիմա հիշեցնեմ, եթե դու դեռ չես բաժանորդագրվել մեզ Facebook-ում, YouTube-ում կամ Instagram-ում, ապա հենց հիմա ժամանակն է։ Stop tour, Սեղմիր զանգակը, որպեսզի բաց չթողնես ոչ մի հետաքրքիր թողարկում։ Արա, սպասի։ Յա, լոքի ջան։ Այ, всё նկարում ես։ Հա, հասկաց։ Լավն է։ Մենք արդեն գյուղում ենք, առևտուր արել ենք, եկել ենք տղաների, այսպես ասած, վրանային մասը, որը շենքի տեսք ունի։ Մենք հիմա կմտնենք, կտեսնենք նաև, այսպես ասած, որտեղ է արվում պրիվալը, նախապատրաստական բան, իսա լոկին է ստան ամենաչարաճճի անդամն է։ Մենք դուրը փակել ենք, թե չէ լոկին փախնա։ Всё, լավ, լոկի ջան, մի վարքյան։ Լոկացիա պետք է փոխենք։ Վայ, աստված։ Լոկի։ Ես չի կարելի։ Գամշի բերես վարավ։ Շունը քանի որ չի հասկանում անկապլեզն, անպայման ոտքերը սրբում ենք ու մտնում։ Այ հիմա բարև ձեզ։ Օ, ես ինչ սիրուն տեղ է։ Գևորգ ճիշտ եմ հիշում։ Buenos días, corazone։ Եվ այսպես մենք շարունակում ենք, մենք ինչպես ասացի իջել ենք արդեն գյուղ, բյուրականում ենք, այստեղ Արագած Operation-ը ունի փոքրիկ այսպիսի տնակ, ամրոց, որտեղ տղաները գալիս հանգստանում են եւ անհրաժեշտության դեպքում նաեւ դա անում են հյուրերը։ Զրույցը կշարունակենք, նույնպես Արագած Operation-ի անդամ, հիմնադիր Չէ, հիմնադիր Ժորնա։ Ժոր, այո։ Անդամ Գևորգ Գրիգորյանի հետ Գևջան, իմիջիայլոց մենք Գևորգի հետ հին ծանոթներ ենք, ընկերներ, սովորել ենք նույն ինստիտուտում ու այդտեղից առաջին հարցը։ Մարտով ավարտել է, չէ՞։ Հա, վերջը ավարտել եմ։ Ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ Ինչից հետո որոշեց, որ պետքա զբաղվի էքստրեմալ սպորտաձևերով ու ես նաև գիտեմ, որ դու խորացված ես ու ունես այդ սերտիֆիկատները որպես լեռնագնաց։ Ոնց եղավ, լավ կյանքից եղավ, շատ լավ էր դերասանական կյանքը, որոշեցի ավելի անետարքիր բանի անցնեմ, կատակ եմ անում։ Չէ, Հայաստանում ճիշտ ասած էլ ինչ-որ իմ մասնագիտական զբաղվելու մեջ առանձնակի իմաստ չեմ տենում, որովհետև անկեղծ ասած աճի տեղ չեմ տենում ընդհանրապես, իսկ համաձայն կլինես։ Անորայից հետո մի քիչ չէ, բայց ու դու որոշեցիր, որ դառնաս լեռնագնաց։ Հա, տեն շատ պատահական իրականում գնացի սենց ինչ-որ էկիպիրովկա արա։ Նու իհարկե երազանքը վաղուց կար, տեն շատ փոքր ժամանակվանից կար, պրոստը ամեն ինչին շատ թանկ էր թվում։ Հետո մի քիչ մեծացա կարացա մի երկու բանից դուր տամ այդ թանկից, հասկացա որ հասանելի է։ Հետո հասկացա որ ֆիզիկապես էլ է հասանելի, ինչի՞ չէ։ Էքստրիմ որ ասեմ ճիշտ ասած չեմ տենում դրա մեջ, այսինքն գիտեմ որ կա, բայց ես որպես էքստրիմ չեմ զբաղվում, էլի։ Որպես սիրած զբաղմունք։ Հա, այսինքն որ հիմա նստած այդտեղ նայում ենք, ամեն տեղից sense բան չես տենա, էլի, իսկ դու բարձր լեռներ ես ոնց որ սիրուն բարձրանալ, վերջինը ամենաբարձրը որն է եղել, վերջինը որն է եղել։ Ամենաբարձրը 7500 համարյա մետր Պիկ Պաբեդան կամ Ջենիշ Չոկուսու, դրանից մի փոքր ավելի ցածր 7010 Խանտենգրի ու մյուս 7000 մետրից բարձր սարը, որը չհաջողվեց բարձրանանք, Պիկ Լենինը մինչև 6100 մետր ենք հասել։ Եղանակը դուրս չտվեց։ Հարսանք երրորդ ճամբար, որտեղից արդեն ոնց որ պետք է գագաթ շտուրմը լինի, մի օր ատևում այդ շտուրմը, ուղղակի հնարավոր չէր կողքի վրանը չէր երևում, էլի քամուց ու քամի, բուկ։ Հա, ուղղակի չի կարելի տենց եղանակի։ Քո ֆունկցիան Արագած Operation-ում վիսոտ լավ հայերեն հա, չէ՞ պետք է։ Կարա տերմինը չկա հայերեն, ցավոք լիքը տերմիններ կա, միջերոց Արագած Operation։ Մենք այսօր դրա հետ առնչվել ենք։ Արագած Operation-ի ոնց որ մեր հիմնական խնդիրներից մեկը մենք մեր առաջ որ դրել ենք տերմինոլոգիա ունենալ նաև հայերենում, որ տենց կեսը ռուսերեն, կեսը անգլերեն չխոսանք ընթացքում, բայց ստիպված պետք է ասեմ վիսոտնի գիդ, այսինքն բարձրալեռնային տենց կթարգմանեմ էլի, էդի վիսոտնի գիդ Արագած Operation-ում քայլողը, ոնց որ ու նաև սնոումոբիլ եմ քշում օպերացիաների ժամանակ։ Իսկ կա եղել է դեպքեր, որ արդեն շատ բարձր
քո գլխավորությամբ օպերացիա կատարեք։ Aragats Operations-ում, չէ, Aragats Operations-ում գլխավոր ֆունկցիաները կատարում է Ժորը, հիմնադիրը, որովհետև Aragats Operations-ը առաջի հերթին որպես free ride ակումբ է, իսկ ես rider չեմ։ Մի անգամ լիժ եմ քշել, 4 անգամ snowboard, որից մեկը ինգետ ջարդվել եմ։ Այսինքն քոնը հենց ոտով քայլելու ինչի որ դիրապետում։ Իսկ Aragats Operation-ի ֆունկցիաների մեջ բացի դա էլ ինչեր կան ինքնին։ Ճիշտ ասած ավելի շատ իստում է գաղափարական է Aragats Operations-ը, քան արշավական, հա, սենց ասեմ ինչ որ։ Առաջի հերթին դու ամեն մեկս մեր մեջ ունենք, հա, ոնց որ մեր միսիան, որպեսզի մարդկանց ավելի པարզ ու մաչելի դարձնենք ամեն ինչը կապված սարերի հետ։ Մի քիչ փորձենք մարդկանց ասֆալտից պոկենք, սենց բերենք բնության գիրք, որ սիրեն այդ բնությունը, իսկ այսքան շատ սիրեն։ Որ լինեն կսիրեն, հա, որ մի անգամ տենաս ինչ որ մի բանը յա պատմելով, յա տենալով շատ տարբեր է։ Շարժը քեզ ոնց է, կա դուք ինչ որ գովաց դնում եք, չեք դնում, ինչից ինքը սկսեց զարգանալ, որտեղ ոնց հասկացա, ավելի շատ դուք ընկերներ կամ միանման մտածող մարդիկ եք եղել։ Միանման մտածող մարդիկ, որ դառնք ընկերներ։ Որ դարձակ ընկերներ ու դա ոնց որ գնում է դեպի բիզնես։ Հա, որոշակի գնում է բիզնես, ես ճիշտ ասած Aragats Operations-ը որպես այդպեսի ուղիղ ասեմ, չեմ դիտարկում որպես փողի աղբյուր իմ համար։ Դե այս պահին ենթադրում եմ ինքը ավելի շատ պետք է համակիրներ հավաքելու։ Հա, գաղափարական իմ համար հենց կոնկրետ իմ պոզիցիան ասած, հա, սենց վերցած, որովհետև որպեսի գործը հասնի ինձ, մենք պիտի Հայաստանից գնանք Aragats-ից ինչ որ բարձր սարեր, իմ ֆունկցիան ավելի շատ սարերի պոպուլյարիզացիան եմ տենում։ Հա։ Ու հələ չի հանդիպել դեպք, որ ինչ-որ մարդ ասֆալտից կտրվի, կյանքում առաջի անգամ գա ինչ-որ սար ու իրան դա դուր չգա։ Երևի թե այսքանով եզրափակվենք, շնորհակալություն ենք հայտնում Գևորգին, Գև ջան, մերսի շատ։ Շատ ուրախ եմ, որ ստեղ եք։ Ու հաշվի առնելով նաև քո այդ նեղ մասնագիտական ոլորտը, քեզ ամփորձանք այդ ամեն ինչը, որտեղ ոնց հասկացա, այս բանի տրավմա ունես։ Հա, հիմա կոտրվածք ունեմ։ Հա, կոտրվածք ունեն, եկեք առանց կոտրվածքների, որտեղ նայեք, այս մարդիկ առանց սահման սիրում են իրանց գործը, հոբին, այլ չի հոբին սարքել են գործ, ելնելով անսահման սիրուց։ Այս եթե դուք դեռ չեք բաժանորդագրվել Aragats Operation-ին ու առանց սահմանին, հենց հիմա ժամանակն է։ Ստոպ եք տալիս, սեղմում եք զանգակը, այնտեղ ինչ կա սեղմելու էլ։ Հա, բութը, զանգակ, ամենից սեղմում ենք, որպեսզի ոչ ու գրում եք Արենին։ Դե ինչ մենք ավարտեցինք նկարահանումը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ում Aragats Operations ակումբի տղաներին, թիմին մեզ ընդառաջելու մաքսիմալ ամեն ինչը ցույց տալու եւ հետաքրքիրորդ պարգևելու համար։ Իսկ դուք եթե չեք ուզում բաց թողել ոչ մի նման թողարկում, անպայման բաժանորդագրվում եք եւ մեզ եւ տղաների էջին, էջի անունը մի քիչ առաջ ասցի, եւ մեզ ու ձեզ մաղթում ենք լավ օր։ Շնորհակալություն։ Դե ինչ բոլորիս բարեախորժակ ու լավ երեկո։ Բարև ձեզ, ինձ 20 լիտր GeForce Premium խնդրում։ Իսկ Golf-ը նոր հասցե ունի։ Աթենքի 2 դրոպ 1։ Այն ամենը ինչ մեզ պետք է, արդեն քաղաքի սրտում։ Մենք լսել ենք կարծիքներ վարորդների կողմից, որ Աթենքի փողոց վերադառնալը հնարավոր է խնդիր առաջացնի, գանտուգանքներ, ոչ, Golf-ը հոգացել է այդ հարցը։ Ահա հենց այսպես կարող եք հեշտությամբ վերադառնալ Աթենքի փողոց, եթե մտել եք Golf։